Օրերս Իլոն Մասկը հայտարարել է, որ X-ը նախկին Twitter-ը ենթարկվել է մասշտաբային կիբերհարձակման, որը հանգեցրել է լայնածավալ խափանումների և թույլ չի տվել օգտատերերին մուտք գործել հարթակ։ X-ի դեմ կիբերհարձակումը զարգացել է մի քանի ալիքներով, լուրջ խոչընդոտներ առաջացնելով հարթակի աշխատանքի համար։ Արևելյան ժամանակով առավոտյան 4:30-ին գրանցվել է առաջին խոշոր խափանումը մոտ 2200 հաղորդմամբ Հնդկաստանի օգտատերերից։ Մեկ ժամ անց ստացվել են նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներից առաջին բողոքները։ Առավոտյան 5:30-ին արդեն բազմաթիվ օգտատերեր հաղորդում էին խափանումների մասին, իսկ 9:42-ի դրությամբ Down Detector հարթակում արձանագրվել էր ավելի քան 40,000 հաղորդում։ Չնայած ժամանակավոր վերականգնմանը, հարթակը շարունակեց պարբերաբար խափանվել օրվա ընթացքում, ինչը ցույց տվեց հարձակման շարունակական բնույթը։ Իլոն Մասկը նշել է, որ X-ի դեմ իրականացված կիբերհարձակումը պահանջել է մեծաքանակ ռեսուրսներ, ինչը հանգեցրել է ենթադրությունների, որ դրա հետևում կարող է կանգնած լինել որևէ պետություն։ Նա հայտարարեց, որ կամ խոշոր կոորդինացված խումբ, կամ պետություն է ներգրավված հարձակման մեջ։ Ավելի ուշ Fox News-ին տված հարցազրույցում Մասկը նշել է, որ հաքերների IP հասցեներն ակնարկում են Ուկրաինայի մասնակցությունը։ X-ի դեմ իրականացված վերջին հարձակումը միակը չէ, որ տեղի է ունեցել Իլոն Մասկի ղեկավարության օրոք։ 2022-ին $44 միլիարդ հարթակը ձեռք բերելուց ի վեր այն բախվել է մի քանի խոշոր խափանումների։